Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, ուրախ եմ, որ կրկին միասին ենք, իսկ այսօր պատրաստելու ենք այսպիսի համեղ և գեղեցիկ տորտ, որը շատ տարբերվող է և կարող է պատրաստել յուրաքանչյուրը։ Դե ինչ սկսենք պատրաստելը, սիրով կկիսվեմ ձեզ հետ իմ պատրաստման եղանակով։ Առաջին հերթին կպատրաստենք շերտերը և դրա համար մեզ անհրաժեշտ է խտացրած կաթ, ալյուր, հալեցրած կարագ, ձու, սոդա, վանիլին։ Պատրաստելու ենք կաթնային աղջիկ կոչվող շերտերը։ Դրա համար խառնում ենք 4 բաղադրիչները իրար՝ ալյուրը, սոդան և վանիլինը։ Մի լավ խառնում և դնում ենք մի կողմ։ Որից հետո հարիչի ամանի մեջ լցնում ենք խտացրած կաթը։ Այնուհետև կոտրում ենք 3 ձուն և սկսում ենք հարել։ Հարելու ենք մոտավորապես 3-ից 5 րոպե։ Չենք մոռանում մի փոքր աղց անել։ Մի քանի րոպե հարելուց հետո այստեղ ավելացնում ենք կարագը և շարունակում ենք հարելը։ Մի փոքր հարում ենք և արդեն սկսում ենք գդալ առ գդալ ավելացնել մեր չոր զանգվածը։ Եվ ստանում ենք ահա այսպիսի ոչ պինդ, ոչ շատ ջրիկ խմոր, ահա տեսեք, թե ինչքան նուրբ խմոր է, սիրելի հետևորդներ։ Եվ պատրաստելուց հետո անմիջապես թխում ենք շերտերը, ահա ես ընտրել եմ այսպիսի ձևաչափեր, դուք ընտրեք ձեզ հարմար ձևաչափը և 2-ից 3 ճաշի գդալ լցնում ենք խմորից և հավասարաչափ տարածում։ Ջեռոցը տաքացնում ենք 170 աստիճան, շերտերը թխելու ենք մոտավորապես 3-ից 5 րոպե, մինչև գեղեցիկ ոսկեգույն երանգ ստանալը։ Շատ համեղ շերտերը պատրաստ են, ահա տեսեք, թե ինչպիսի տեսք ունեն, երկու կողմից լավ եփված են։ Կդնենք մի կողմ, որպեսզի շերտերը լավ սառեն, իսկ այդ ընթացքում մենք կպատրաստենք կրեմը։ Պատրաստում ենք թթվասերով եփովի կրեմ, դրա համար շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ, այստեղ ավելացնում ենք օսլա և ալյուր և թթվասերը։ Այս ամենը լավ խառնում ենք, որպեսզի ստանանք միասեռ զանգված և տեղափոխում ենք գազօջախի վրա։ Եփելու ենք այնքան, մինչև զանգվածը պնդանա և սկսի եռալ։ Ահա և վերջ, կրեմի եփովի մասը պատրաստ է, վերցնում ենք գազօջախի վրայից, տեղափոխում ենք ուրիշ ամանի մեջ, ծածկում ենք սննդային թաղանթով և թողնում ենք, որպեսզի սառի։ Լավ սառելուց հետո սկսում ենք վերջացնել կրեմի պատրաստումը։ Դրա համար սառնարանից հանում ենք սերուցքը, լավ թափահարում ենք և լցնում ենք հարիչի ամանի մեջ, որից հետո սկսում ենք հարել, սկզբում ցածր արագությամբ, այնուհետև աստիճանաբար մեծացնում ենք արագությունը։ Սերուցքի պնդանալուց հետո գդալ ավելացնում ենք մեր եփված կրեմը, տեսեք, թե ինչքան ամուր է ստացվել։ Ահա այսպես գդալ շարունակում ենք ավելացնելը և հարելը, մինչև որ կվերջանա կրեմը։ Ամենավերջում ավելացնում ենք 1 թեյ կտալ վանիլին, խառնում ենք և շատ համեղ նուրբ կրեմը պատրաստ է, կարող ենք հավաքել մեր տորթը։ Միջուկի համար ես կտրատել եմ ելակ, կարող եք վերցնել այն, ինչ հարմար եք գտնում, ցանկացած հատապտուղ կլինի, կարող եք նաև բանան կամ անանաս վերցնել։ Ափսեի հատակին քսում ենք կրեմ և շերտ-շերտ հավաքում ենք մեր տորթը։ Կրեմ, միրգ, շերտ, կրեմ, միրգ, շերտ հերթականությամբ։
Ես մի շերտը թողել եմ, որպեսզի ձևավորեմ տորթը։ Վերջում ամբողջությամբ կրեմապատում ենք տորթը և ձևավորում ըստ ճաշակի։ Եվ ահա, սիրելի հետևորդներ, այսպիսի շքեղ տորտ պատրաստեցինք, որի պատրաստման եղանակը կարծում եմ, որ այդքան էլ դժվար չէ։ Կարող եք փորձել, վստահ եմ, որ ձեզ մոտ նույնպես կստացվի, ցանկացած առիթին կլինի շատ հրաշք տորտ։ Իսկ եթե հավանեցիք իմ պատրաստած տեսանյութը, սեղմեք լայք, բաժանորդագրվեք իմ ալիքին և իհարկե սպասեք նոր հետաքրքիր տեսանյութերին։ Շնորհակալություն հետևելու և ջերմ մեկնաբանություններ գրելու համար։